ասաում ես երազում Ում ես կանչում ծիծաղով Երբ նայում ես, հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով Քո աչքերով եմ երված Գալիս ես դու Գալիս ես արևով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավով Իմ կյանքի հարավով Մի անգամ էլ փորձեմ։ Իմաստը։ Վաղը վարկի սորն է։ Լավ։ Պատրաստ։ Ինչպես կասեր մեծն Կոստանտին Ստանիսլավսկի, մի վերյու։ Ես ուզում եմ, որ աչքերիդ մեջ կատաղություն լինի, ոսկորում ես ցասում, որ ամեն ինչ իսկական լինի, այսենց։ Տեսար։ Մի հատ էլ, ուշադիր կենտրոնացեք, գնաց։ Արդեն լավ է, բայց մի անգամ էլ պիտի անենք։ Մի հատ դու սպասի, մաց ինքը հասկանա ինչ ուզում անի նոր։ Ալո։ Հա, Անի ջան։ Հասկացա, հեսական դիմավոր եմ։ Ուշադիր, պատրաստ, գնաց։ Շատ լավ էր, բայց միան։ Կներեք էլի, ես հենց նոր հիշեցի, որ շատ կարևոր գործեր ունեմ այսօր, չեմ կարող մնալ, պետքա գնամ։ Ես հասկանում եմ ինչից եք անհանգստանում, բայց այն ինչ այնտեղ կատարվում է, ձեր հետ ընդհանրապես կապ չունի։ Հա, ձերը լրիվ ուրիշ դեր է։ Հանգիստ նստեք, հեսա կգամ կբացատրեմ։ Լավ։ Դա իմ բնական եմ ուզում։ Ոչ թե նատում եմ, այլ բնական։ Գերասիմ, տեղում է, չնայած որ տեղում չլիներ, տեղում չէր լինի, օպ, Девушки, давайте, у нас очень мало времени. Здрасте, красавицы. Да барев ձեզ. Привет. Давайте по матрешкам, давайте. $15,000. Այս տարվա տոկոսը, բա մայր գումարը երբ ես տալու։ Այս տեմպերով շատ ավելի շուտ կան նախատեսում էի։ Փաստորեն Սփյուռքայի պապիկին քեզնով ես արել, հա։ Կարող եմ զիջել քեզ։ Իմ առաջարկը ուժի մեջ է ներողություն։ Մի ժամ 25 րոպե։ Ու ինչքան շուտ որոշում կայացնես, այնքան ավելի շատ գումար քեզ կմնա։ Մի մոռացի, աղայանը հիմա իմ դաշտում է ու քանի գնում իր փողերից պակասում է։ Երեք, երկուս, մեկ, Հալո։ Մանուկ, Թագուհին է։ Թագուհի։
Ներողություն, ինչ թագուհի։ Լավ հերիքա կապիկություն անես։ Ախ, թագուհին։ Լսում եմ թագուհի ջան։ Ես համաձայն եմ։ Կիսվում ենք 60-40։ Մենակ կանայք կարան 40-60-ի կիսել։ Կիսել նշանակում է բաժանել հավասար երկու մասերի։ Հա, մի բան էլ ասեմ, ես ուրիշ տեխնացուներ ունեմ։ Ու իրանք ավելի համեստ պահանջներ ունեմ։ Առայժմ։ Մնա։ Պրոֆիլից մի հատ նկարեմ։ Պրոֆիլն լավ չէ։ Կմոտիկացնեմ, այս լավն է։ Հա, եթե մոտիկացնես։ Հա, կկտրեմ կուղարկեմ։ Okay, մի րոպե։ Թագուհին գործի մեջ է։ Թագուհի ջան, 70-30 որպես բոնուս թուշդ կպաչեմ։ Մանուկ ջան, հենց որ թագուտ պատճես վերջացնես, առաջարկում եմ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ուղարկել եմ Անիի նկարը, նայի հաստատի։ Լավ, Աննա։ Հիմա կնայեմ։ Տեսեք, մեր հերոսուհին հարուստ է, պարզապես թյուրիմացության զոհ է դարձել։ Ձեռքին ավելացրեք ժամացույց, որովհետև կարևոր կանայք կարևորում են իրեն ժամանակը։ Պարֆյումի մասին էլ չասեմ, այնպիսի մի բուրմում, որ մի անգամից ռեստորանի հոտելի մեջ առանձնանա։ Հա, ու անպայման բզնոց։ Համաձայն վիճակագրության տղամարդկանց մեծ մասը նախընտրում է նուրբ բզնոց։ Այդպես անին ողջ երեկոյի ընթացքում կթուլացնի աղայանի զգոնությունը։ Let's go։ Ժամացույց։ Չի ստացվում։ Ցավոք չէ։ Մի հատ էլ փորձեք։ Բացառված է իմ քարտի հետ ամեն ինչ կարգին է։ Արդեն 3 անգամ փորձել եմ, քարտը արգելափակված է։ Մեր ժամանակ 10 տղամարդ արդեն այս գեղեցկու հաշիվը փակել էր։ Տղամարդ չի մնացել էլա։ Քարտը խնդիր ունի։ Իսկ ինձ թվում է, որ ձեր վճարային տերմինալը խնդիր ունի կամ տերմինալ օգտագործողը։ Խնդրում եմ մի վիրավորեք։ Դեռ ես եմ վիրավորում։ Ես պարզապես խնդրեցի վճարել։ Լսեցի, որ մանի դրամի խնդիր է։ Ես կանամ օգնեմ։ Ոչ իհարկե, դա էր մնում պակաս իմ փոխարեն անծանոթ տղամարդ վճարեր։ Կանխիկ ստացեք։ Ձեր վճարային տերմինալը ուղարկեք ստուգման։ I was just trying to help. Wanted to be polite. Oof. Հա, տեսնես, մեր ժամանակ հարգանք կար, կասեմ մերսի, no thank you, հա։ Շնորհակալություն։ Ալո։ Գալուց կարես մտնես խանութ, մի քանի բան է պետք։ Ցուցակը կարամ ուղարկեմ։ Անջան, ցուցակով առևտուր անող լինի, հենակ ամուսնանա, էլի։ Ես էլ կլինեի քավորը։ Գալիս եմ։ Քավորը այդ հոգևոր հայրն է։ Հորս հարցում բախտս չի բերել։ Գոնե հոգևոր հոր հարցում բախտս բերի։ Կներես։ Դու գիտես։ Ամենայն դեպս ես քավորի չափ ամեն ինչ անում եմ, որ քեզ օգնեմ։ Եթե ուզում ես օգնես, պիտի տեղս վճարեիր։ Եթե իմանամ այդ ընթացքում Հայրիկյանի ապօրինությունների ցուցակը կկազմես, հենց հիմա կանցնեմ այդ գործից։ Աղաջանյան, քանի անգամ ասեմ, որ ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Հայրիկյանի ապօրինություններից բոլորն են տեղյակ։ Ուղղակի մեզ կոնկրետ փաստեր են պետք։ Դրա համար առաջարկում եմ փաստ հավաքում ստեղծել։ Առայժմ։
գոնե ձկնկիթի մաքսանենգություններից պիտի որ տեղյակ լինես։ Ինչքան հիշում եմ դու այդ թեմաներով էիր, չէ՞ իրան պարտք։ Ինչ լավ է դեռ այստեղ եք։ Ինչու՞։ Եկար որ նորեն անպատվեց։ Չէ, իրականում ուզում էի ներողություն խնդրել ձեզնից, ես չպետք է ձեզ հետ այդպես վարվեի։ Պարզապես նյարդերը ստեղի տվեցին։ Շնորհակալ եմ շատ, որ ինձ օգնություն առաջարկեցիք, հուսամ կներեք։ Օրայ, որ գուզես ներեմ, նսի մի հատ սուրճ խմե հետս։ Համ ձեզ վիրավորեմ, համ ինձ սուրճի հրավիրեք, մի տեսակ this is not fair։ Հա, but this is not fair-ի խոսքի մեջ fair կա։ Okay։ Համեցեք։ Անի։ Սոլոմոն։ Դու քու պատվությունը դասա, ես էլ իմս քեզի կասեմ։ Բրավո։ Բրավո։ Ապրիանին, բա որ ասեմ ճիշտ ընտրություն է։ Ահա, շատ բնական է կազմ։ Ես եմ ընտրել, կաստինգը ես եմ արել, ինչ։ Հա, բա դուք ուր եք այդ ժամանակ։ Օրգանական աղջիկ։ Էր ինչ փուլում ենք։ Ինստալացիան արել ենք, մնում է դրայվերները նստեցնենք։ Ան։ Լավ է, փելենք մնում է համեմունքները։ Դավ կարող է քեզ էլ հարցնեմ, ասես նապաստակը գլխարկի մեջ է, մնում է ֆոկուսը սկսենք։ Նորմալ է, ամեն ինչ կպլանավորածով գնում է առաջ։ Ապրեք։ Wow, that's funny. That's shot. Okay. Դու քու պատմությունը դասա։ Չէ, ինձ ավելի հետաքրքիր է ձեր պատմությունը։ Իմս էրգանա եւ հետաքրքիր չէ։ 60 տարվա բանը։ Սաղ դիշեր պետք է դստինք հոսին։ No. Դու քու գտնձի ասա։ Okay, ես մասնագիտությամբ հոգեբան եմ։ Okay. A psychiatrist? Yes. Բայց քանի որ Հայաստանում իմ մասնագիտությունը այդքան էլ պահանջված չի, ես այն մի փոքր մոդիֆիկացրել եմ։ Well, չեմ հասկնա, ես որտեղ օրգնայեմ խելար մարդիկ կան Հայաստանի մեջ, դու հաճախորդ չունիս։ Ես զբաղվում եմ էմոցիոնալ վաճառքով։ Emotional. Yes. Okay. Պատմե։ Չեմ հասկնա։ Գրազով եմ գումար վաստակում։ Gambling? Yes, gambling. How? Չեմ հասկնա։ Դու կան օֆիսը պարգին հետները կխոսիս Մի քանի րոպեից կտեսնենք։ Արտի։ Ստեղ կանգնեք լավ։ Ձայձավ են գնացեք։ Հա, ես պատրաստ եմ։ Ինչ եք, մի հատ նորմալ պահեք ձեզ։ Հարցեր կան։ Չէ, դե։ Գնացեք։ Son metin. Լավ, okay։ So ինքը ավելցուց։ Ես նրանց առաջարկեցի $200 վրա գրազ գալ, իսկ իրենք ուզացին $500։ So ինքը կարծե ավելի ինքը պետք գրե։ Այդ համար կավելցն է։ Երևի։ Բայց պետք է տեսնեմ, because խաղը հələ չեմ հասկնա։ Ինչ է։ Այս դուքին տեսնում եք։ Yeah. Ես պետք է մոտենամ իրենց ու ներկանա որպես այդ տղայի սիրուհի։ Եթե աղջիկը սկանդալանի ու հեռանա, կհաղթեմ ես։ Եթե պարզապես լուր հեռանա, կհաղթեն տղաները։
Հավատ երրորդը, որ նստի ասի I don't care, ով կկրե։ Դե եթե չհավատա, նշանակում է Դե եթե չհավատա, նշանակում է սկանդալը չեղավ ու դու կպարտվես, Անջան։ Հա, էլի։ Հա, էլի ինչ։ Դե պարզ չի, եթե սկանդալ չարնի, էլի ես եմ պարտվելու։ Yeah, but երեքա possibility կա։ So, անձու որ ատրես էսի լավ բետ չի, I mean, երեքա բան կա, դուք մենակ երկուսի հետ կխաղաք։ So, I don't know, I mean, ես չեմ հասկնա, so արի տեսնիկ ինչ դուսկու կա։ Պարոն Սողոմոն, ձեր ասածը հավանականության տեսությունից է։ Իսկ մենք Իրականում, պարոն Աղայան, մենք գործ ունենք ամենաանհավանական էակների մարդկանց հետ։ Տեսնում եք աղջիկը հեռախոսը տղայի ձեռքում է։ Հա։ Ինչ եք կարծում, կինը ով տղամարդուց ոչինչ չունի թաքցնելու։ Կների այդ տղամարդու դավաճանությունը։ I hope, but ինչպես գիտնաս։ Հիմա կտեսնենք։ Ուզում եմ հասկանամ ինչն է այստեղ ուրախանալու, որ զանգում զանգեից չես պատասխանում, ընդհանրապես այդ ում հեռախոսն ես վերցրել, ես լուրջը հա երևի ձեր հարաբերությունները շատ։ Սա է քո գործնական հանդիպումը։ Այս ինչ տեսք է, ընդհանրապես ես ինչ հագու կապ, ասես նստած իրար հետ ուրախ գործնական հանդիպում եք, հա քննարկում։ Դու լսպասի։ Դու լսպասի։ Ինչ ասեցի։ Դեռ կհանդիպենք։ Միշտ համեցեք։ Մի անհանգստացեք, իրականում ես մարդկային ճակատագրերի վրա գումար չեմ վաստակում։ Մի րոպե, ես ամեն ինչ կբացատրում, ինձ կներեք։ Okay, you love it. Արի խաղան, կտել սորվեց։ Բայց դու շան վախտ ունես։ Վախտն էլ է խելքի բան, Անջան։ Երևանի սիրտն է, կինո Մոսկվան։ Շատ սիրուն, քեզ նման։ Իսկ հիմա, պարոն Սողոմոն Աղայան ջան, առաջարկում եմ միասին գնանք ակումբ, համ կխմենք, համ մի քիչ կցրվենք, իհարկե եթե դեմ չեք։ Չէ, ես ինչը կանամ դեմ եղնի։ Դե գնացինք։ Ուշադրություն, մտնում ենք վերջնախաղ։ Հիմա ավելի զգուշապետ լինել։ Դե լավ, այդքան մի նեղվի։ Ձուկն արդեն խայծը կուլ է տվել։ Եթե ձուկը խայծը կուլ է տալիս, այդ ոչ թե ձկնորսի արեստավարժության, այլ ձկան ագահության արդյունքն է։ Այս իսկական ձկնորսն է, երբ որ կարողանում է ձուկը ջրից դուրս անի։ Դե լավ էլի մի փիլիսոփայի Սոկրատես։ Մի 20 րոպեից քո մուտքն է։ Գնամ։ Գնա։ Հիմա։
Հիմա Հիմա գնա։ Դες գնաց։ Good luck. Աջո։ Պարոն Սողոմոն, ստեղ օքեյ է։ Հա, օքեյ է։ Արինա, ինչքան ուրախ եմ։ Կներեք զբաղված է։ Արագացրեք։ Արագ։ Եկեք ստեղ։ Կարգի բերեք։ Մի րոպե սպասեք։ Սա հոր բետ են անում, բայց իմ դրամս չի քիչից է, չի ավսը։ Ինչ դեսիկ բիզնես ան։ Իրականում, պարոն Սողոմոն, մենք այդքան էլ կոշտ չխաղացինք։ Թե չէ մեզից մեկը հիմա հաստատ հարստացել էր։ Կոշտը, փափուկի հագարանն է։ Հա, դե մենք կոշտը մի քանի իմաստով ենք օգտագործում։ Հայերեն հարուստ լեզու է, հա։ Դե, մի խոսքով, սենց դեպքերում ես ամեն հաջորդ բեթը նախորդի կրկնապատիկն եմ հաշվում։ So, that's double. 200, 400, 400 կեղնի 800, բայց 16 է։ Երիկա, մի մտացել։ Դուք ասես, որ double անենք, հա։ Եթե ուզում եք։ Համաձայն է։ Պարոն Սողոմոն, վստահ եք, որ ուզում եք խաղալ։ Ես չեմ ուզում նորից գումար կորցնեք, տեղից այսօր այդքան։ Դու քու դրամի համար մտածես, ես էլ իմ դրամի համար կմտածեմ։ Լավ։ Այդ դեպքում առաջարկում եմ սկսենք $1000-ից։ Համաձայն է։ Իմի բետը ինչ է։ Դե ասենք, մեզ առաջինը տղամատուցող կմոտենա, թե աղջիկ։ Դու պետք է որոշես։ Okay։ Կարծում եմ տղամատուցող։ Տղամատուցող։ Այսօր ես մի ժամախոհանոցում քեզ են սպասում, գալիս է էսա, ասում եմ գալիս է էսա։ Այս սենց եք անում էլի, որ ինձ ուղարկումած ես ստուգելու, գնա խոհանոց, շուտ արա։ Ախպերես, միչև քանի ստեկ բաց։ Ինչ։ Ասում եմ միչև քանի ստեկ բաց սյուրպրիզ եմ ուզում անել։ 2 կես։ Մերսի ախպերես։ Խնդրեմ։ Արեք։ Դու ես։ Ես է։ Հա։ Ինչ պետք է։ Բազեն։ Գնա։
Բարև ձեզ։ Կներեք սպասեցնելու համար ուղղակի հաճախորդները շատ են, չենք հասցնում։ Ինչ կկամենաք։ Ինձ մի գավաթ գինի ու պարի տեսականի։ Դուք ինչ կուզեք, պարոն Սողոմոն։ Whisky. Straight. Ինչ։ Առանց սառույցի։ Բարի։ Գինի, պարի տեսականի, վիսկի։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Իսկ հիմա կարող են գրազգալ, թե քանի րոպեից կբերի պատվերը։ Okay, համաձայն եմ, բայց ես պիտի ասեմ։ 5 վերգեն, 5 րոպե։ 5 րոպեից շուտ թե ուշ։ Ուշ։ Okay։ 2000։ Համաձայն։ Let's see. Ֆոկուսնիկը ես եմ, դուք եք ֆոկուս անում։ Կոնյակ ուրա, բավոր կոնյակ ուզեր։ Ուրեմն առաջին, աղայանը կոնյակ խմա մենակ այն ժամանակ, երբ որ ունի բարձր տրամադրություն։ Իսկ եթե մենք ասենք գրազի այս փուլին ու ինքը պարտվել է, չի կարող ունենա կոնյակի տրամադրություն։ Ու երկրորդ, վստահ եք իմ ինտուիցիային։ Սառույցով։ Չի, առանց։ Սպաս։ Գնամ։ Վազեմ։ Գնանց։ Աբե։ Մեր խմիչքը ինչ եղավ։ Մի ժամը սպասում է։ Հա։ Ես այս պատվերը վազելով տանեմ ու ձերը բերեմ։ Ակցիա է ապե։ Անհնազանդության ակցիա։ Մինչև ին խմիչքը չվերեք, այս շամփեն չի բացվում։ Սաղ կլուբը կատվածահար եմ ան։ Ախպերես, ինչ ես ասում։ Վաղը ապառիկի սորներ։ Առանց սառույց եք դուք։ Վախած սպասեց վիսկի։ Վազի։ Վիսկի, առանց սառույց։ Հիմա ասները կբերեմ։ 2000։ Հասկացան։ Առաջարկում եմ խմել մեր ծանոթության կենացը։ Արուստացարնոր։ Եթե ուզում եք կարող եք էլ չխաղալ, կարծում այսօրվա համար լրիվ բավական է։ Չէ, ես կուզեմ խաղալ։ Լավ։ Ես տեղում եմ։ Երկա։ Իսկ մշապի չկա։ Լավ, չէ։ Աղջիկ ջան, I have a bet։ Լսում եմ։ Ես կկարծեմ, որ մեծ երիտասարդ աղջիկ տղա պիտի գա մեզի բարև տա։ Դուք ինչ-որ մեկի սպասում եք։ Չէ, ես մեկին չեմ սպասում, մեկին չեմ կանչել, ես խարթաղմար չեմ։ Ինչքան ժամանակից։ Մի րոպե։ I mean, minutes։ 4000։ 4000, հերիք չի, արիք կլորցնենք 5000։
Վերև չբարձրանաս, գնա։ Մանուկ արդեն $8,000 ունեն, կարողա ստոպ տանք։ Չէ, մեզ մինիմում 15,000 պետք։ Թագուին կպնի գործին, եթե պարքը լրիվ փագեմ։ Հա, բայց կարողա ամեն ինչ կորցնենք։ Կարողա։ հասկացա։ Մարդ չեկավ։ Հա, մարդ չեկավ։ 5,000։ 5,000, բախտի բանա, that's all. That's all. Ես չեմ հասկնա, ես ինչ եղես ենց բանք եղնի։ Միատ մի խարտաղուտենն բանում կա։ Պարոն աղայա։ Հա, բայց ինչ եղե, որ դու միշտ կկրես։ Ես զգուշացնում էի, չէ։ Լավ, քանի որ դուք ինձ այսօր հրաշալիորեն եք պարգևել, ու նաև ուզում եք վերադարձնել ձեր գումարը, ես առաջարկում եմ ևս մեկ գրազ խաղանք, բայց այս անգամ ձեր հաղթելու հավանականությունը 100% ունի։ Արդեն 8,000 կրվել եմ։ Բայց ուզում եք չէ վերադարձնել ձեր գումարը։ Ես, բայց պետը ինչա։ Ես պարահրապարակից կընտրեմ մեկին, ու ինձ մոտ կգրեմ, հետո դուք կընտրեք։ Եթե ես զգուշակած լինեմ, թե դուք ում եք ընտրելու, կհաղթեմ ես, եթե չէ դուք։ That's impossible։ Գրազի հաճույքը հենց դրանում է։ Համել կհամոզվեք, որ ամեն ինչ արդար է։ Okay։ Դե պտտվեք, որ գրեմ։ Վերքատ չեմ։ Գրեցին։ Չէ։ Վերջ։ Պատրաստ եք։ Yeah, let's go. All right, now ես քեզի արդեն հասկացել եմ, խումարջի ես։ Դու կկարծես, որ այդ սիրուն գարմին մազով աղջիկին ես կորոշեմ, բայց ես պիտի փոխեմ այդ տղեն, որ գլխակ հակած։ Նարնջագույն գլխարկով տղեն։ Yeah. What? Oh, shit. Hey, invest back is what $1,000. No, 1,600. 1,600. Վերցրեք, ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիս, ես հրաշալի խաղու ես, հրաշալի ավարտի համար։ Ես մի բան չհասկաց, այդ վերջին գրազը ոնց արեցիք, ախր այդ իրա ընտրությունն էր։ Անջան, պարոն աղայանին էլ էր թվում, որ այդ իրա ընտրությունն է։ Շնորհավոր։